Ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ գիտություն, գիտությամբ ժուժկալություն, ժուժկալությամբ համբերատարություն, համբերատարությամբ աստվածպաշտություն, աստվածպաշտությամբ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ սեր։ Մեր անարգամեծար Տիրոջ պատվիրաններին հետևելով տնօրին ենք մեր կյանքը, հիշենք նրա խրատը, որպեսզի հանցանք չգործենք, իսկ եթե մարտկորեն գործենք այն, չմնանք մեղքի մեջ, չհամբերենք խոզարած կյանքը և ապաշխարության մեծ սովով չմաշեցնենք մեր անձերը, այլ խոստովանությամբ դիմենք գթության հորը, ապաշխարությամբ ջնջենք մեր սպիները և շների նման չդառնանք մեր փսխածին, ոչ էլ լվացվելուց հետո խոզերի նման մեղքի տիղմի մեջ թավալվենք։ Արդ չդադարենք ապաշխարության համար ճգնելուց և մեղքով փակած դուռը կրկին բախելուց, որը թերևս բացվի մեր առջև։ Շատ օրինակներ կան մեղքերի և ապաշխարության մասին հների և նորերի մեջ, որոնք մեզ հայտնապես քարոզում են Աստծո անսահման մարդասիրությունն ու անբավ գթությունը, որ մեզ ապաշխարության է կանչում խոսքերով և գործերով։ Խոսքերով, երբ նա ասում է. «Մեղավորի մահը չէ, որ ուզում եմ, այլ նրա դարձն ու ապրելը», և թե «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ», և գործով, երբ ապաշխարած Ենոքին այս աշխարհից երկինք փոխելով պատվեց, երբ ապաշխարությամբ ընդունեց Դավթին, երբ ներեց Մանասեի մեղքը, երբ արդարացրեց Մաքսավորին, ընդունեց Պոռնիկին ու դրախտ մտցրեց ավազակին, երբ փրկչի չարչարանքները լսող մարդկորեն աղտացած Պետրոսին լվաց մեկ արցունքով և 3 խոստովանությամբ բժշկեց նրան։ Այսպես շատ ուրիշների ընդունեց ապաշխարությամբ, ոմանց հորդորական խոսքերով, ոմանց տպավորիչ օրինակով։ Արդ այս բաներն իմանալով չժխտենք մեր կենդանությունը, խուլ չլինենք նրա կանչի հանդեպ, մեր հանցանքներով չմոռանանք մեր սրբությունը, խորենք, թե ինչին էինք պարտական և ինչպիսի մեղքերով էինք ընկած, կամ ինչպիսի սևությամբ էինք արատավորել մեր լուսանման բնությունը և անառակությամբ վատնելով մեր հայրական կարողությունը, ընկել վերջին ծայր աղքատության մեջ և սովալլուկ ու թշվառ խոզարածներ դարձել։ Սակայն բարերար Հայրը չխորշեց, ոչ էլ հեռացավ մեր մեղքերի գարշահոտությունից, այլ անառակի դարձը մեզ օրինակ բերելով գրկեց ու համբուրեց, նախկին պատմությանը հագցրեց նրան, մատանիով զարդարեց, կապեց կոշիկները, պարարտ եզ մորթեց և ուրախությանը երկնայիններին հաղորդակից դարձրեց։ Սակայն մենք դարձյալ անտեսում ենք պարգևները և մոռանում մեր հանցանքներից սրբվելը։ Արդ ով պիտի ազատի մեզ դժոխքի չարչարանքներից, ով պիտի ողորմության արժանացնի մեզ, մենք, որ ապերախտ ենք գտնվում շնորհների և տմարդի մեր բարերարի հանդեպ։ Մարմնական հեշտությունների ետևից ենք ընկնում, ճգնության և պայքարի ժամանակը հատկացնում ենք երկրային զբաղմունքներին ու մարմնական հաճույքներին, չենք ապաշխարում մեր հոգին շահելու, դատավորին հաշտեցնելու և հեզահամբույր դարձնելու համար։